անպատժելիության զգացումը ամբողջ ԿՊ-ում կա։ ԿՊ-ական նախկին падգամավորի կինը մեկ այլ կնոջ վթարի ենթարկեց ու մնաց անպատիժ, մահացու վրաերթերի ենթարկել։ Իսկ ինչու պատժվի, երբ Նիկոլի Շարասյունն էլ սպանեց մեկ այլ կնոջ ու չպատժվեց։ Ընդ որում, նախկին падգամավորի կնոջ գործով դատավորը Մասիս Մերքոնյանն է, վրաերթով սպանության համար չի կալանավորում, Facebook-յան գրառման համար կալանավորում է։ Իսկ ինչ եղավ ԱՄՆ-ում նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր Թմրանյութի վերաբերյալ գործը։ Ասում են ամոթ է, հրաժարական տուր, եղբայրդ սկանդալի մեջ է, պատասխանում է. կլինի իմ եղբայրը թե մյուսի եղբայրը օրենքի առաջ բոլորը հավասար են, մեղավորները կբացահայտվեն։ Իսկ կարող է քո հանգամանքը չթողնի իրական մեղավորները բացահայտվեն։ Կամ ինչ եղավ մի քանի օր առաջվա ծեծի աղմկահարույց գործը Խոյ գյուղի ԿՊ-ական ղեկավարության նրանց հարազատների մասնակցությամբ մամուլներ գրել, աղմուկ բարձրացավ։ Կամ դարձյալ մամուլի բարձրաձայնած Դաշտ գյուղի ԿՊ-ական գյուղապետի հոր ոստիկանի ծեծելու գործը, էլի մամուլներ գրել։